Տոներից հետո անձնագրային բաժանմունքներում կուտակումներ են, հրմշտոց ու վիճաբանություն։ Այս մարդիկ Շենգավիթի անձնագրային բաժանմունքում են ժամկետն անց իրենց անձնագրերը փոխելու համար։ Կառավարության որոշմամբ 2014 թվականից անձնագրի ժամկետը լրացած քաղաքացիներին կտրամադրվի նոր կենսաչափական անձնագիր կամ նույնականացման քարտ։ Այս 4 օրնա գալիս գնում եմ։ Ինչի համար եք գալիս։ Պասպորտ փոխելու համար։ Ժամկետն լրացել։ Այո, ժամկետը անցել է, հիմա այդ թոշակ չեն տալիս։ Առավոտից սպասում ենք, հլա մինչև 5-ը կսպասենք։ Ոչ առողջություն ենք, ոչ մի բան։ Արդեն 73 տարեկան կին եմ, 3 ժամա ես կանգնացեմ, այս նույնը դիրքում ես կանգնացեմ։ Կուտակումները Շենգավիթի անձնագրային բաժանմունքի պետը բացատրում է 2 հանգամանքով։ Մի քանի օր առաջ կառավարությունում ինտերնետ կապը խափանվել էր, մենք աշխատանքային օր չունենք ինտերնետ կապ։ Երկրորդ պատճառը, որ այնտեղ տոնական օրեր են ունեցել 10 ոչ աշխատանքային օր, որից հետո այսպես հոսքը շատացել է։ Նոր համակարգի ներդրմամբ քաղաքացին կարող է դիմել ցանկացած անձնագրային բաժանմունք անկախ բնակության վայրից։ Ոստի կան բացի Շենգավիթի բնակիչներից, նաև մարզերից, մյուս համայնքներից։ Կուտակումներից դժգոհ են ոչ միայն քաղաքացիները, այլև Տիկին Բարսեղյանը։ Մենք աշխատում ենք առավոտյան 9-ից մինչև 8-ը։ Շենգավիթի անձնագրային բաժանմունքի պետը կարծում է, որ խնդիրը կկարգավորվի օրերի ընթացքում։ 3 օր հետո խոստանում ենք, որ այս բոլոր հարցերը շտկված կլինի։ Հանրապետության անձնագրային բաժանմունքներում առաջացած կուտակումների առիթով այսօր հաղորդագրություն է տարածել նաև ոստիկանությունը, հավաստիացնելով, որ խնդիրը զուտ տեխնիկական է եւ արագ լուծելի։